Մարուկյան, նախընտրական քարոզչության ընթացքում ձեր վերլուծությունները ցույց էին տալիս կամ ձեր վերլուծությունների արդյունքում ենթադրվում էր, որ ժողովրդի աջակցությունը մի փոքր ավելի շատ է լինելու տոկոսային առումով, չնայած որ մյուս կողմից ընտրությունների արդյունքները կրկին բավարարում են ձեր ակնկալիքները եւ իսկապես սա որակվում է որպես հաղթանակ ձեր կողմից։ Այո, դեռևս հավանություն այս իրավիճակը։ Մեկնաբանությունները իհարկե մեր հարցումների անճշտության խնդիրը չի եղել, պարզապես այն ռեսուրսը, որը կիրառվել էր այս ամբողջ ընթացքում, հենց ուղղակիորեն Լուսավոր Հայաստան կուսակցության դեմ, որևէ մեկը այդ աստիճանի պատկերացում չուներ, որ այդ աստիճանի կկիրառվի, որովհետև հենց սկզբից բոլորը խոստանում էին, այդ թվում նաև իշխող կուսակցությունը խոստանում էր, որ իրենք գնալու են մաքուր, թափանցիկ ընտրությունների ճանապարհով եւ բնականաբար ընթացքում հասկանալով, թե ինչ է սպասվում, դիմեցին կրկին հին եւ ավանդական մեթոդներին առանց որևէ խտրականության եւ լայնամասշտաբ բացեի բաց իրականացնելով այդ ամեն ինչը, ինչ որ ռեսուրսների չարաշահման, լծակների չարաշահման առումով մենք տեսանք, նաեւ կարուսելի փոխբաժանելու այն բոլոր ընտրակեղծիքների, որոնք որ տարիներ շարունակ արել են եւ դրա մեջ բազում փորձառու մարդիկ ունեն իրենք։ Այդուհանդերձ մենք ստացանք ժողովրդի աջակցությունը եւ դա արձանագրվեց եւ մեր այսօրվա ասուլիսով եւս ընդգծվեց, որ 63% առնվազն ընդդիմադիր զանգված կա Վանաձորում, որը որ չի տալիս իր քվեն հանրապետական կուսակցությանը եւ ցանկություն չունի հանրապետական կուսակցությունը թույլ տալու շարունակել կառավարումը այս քաղաքի։ Հետևաբար այս լավ հնարավորությունը եւ դեռևս հաղթանակելու հնարավորությունը արկա է եւ այդ օրակարգը հիմա բացված է քննարկումների համար, հիմա սպասում ենք արձագանքների, սպասում ենք հաջորդ քայլերին, տեսնենք թե ինչ ճանապարհով կընթանա զարգացումները։ Պարոն Մարուկյան, Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի նախագահ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը իր խոսքում նշեց ակնկալիքների մասին, սա այսինքն հետևություն անելով նրանց բռնած նախնական դիրքորոշումից ընդդիմադիր երկու ուժերի։ Դուք ինչ ակնկալիք ունեք այս ուղղությամբ եւ ինչպիսի համագործակցային մթնոլորտ եք պատկերացնում Վանաձորի կառավարման։ Կարծում եմ հնչած հայտարարությունները հաշվի առնելով երկար մտածելու կամ երկար քննարկելու որևէ բան չունենք եւ առավել եւս այդ ուժերը, որոնց հնչեցվել է առաջարկները, խորությամբ ինչ որ բան քննարկելու կամ մտածելու որևէ խնդիր չկա։ Հետևաբար այս առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կտեսնենք այդ քննարկումներն ու այդ զարգացումները, թե ինչքանով հնարավոր կլինի այս հաղթանակը արձանագրել, իսկ աշխատանքային միջավայրում կարծում եմ, որ բոլորի կազմում կան մարդիկ, որոնք որ բավականին լուրջ մարդիկ, որոնք որ այս process-ի մեջ են մտել հանուն քաղաքի զարգացման եւ հնարավոր է ունենալ նորմալ համագործակցային միջավայր, որը կգործի իշահ Վանաձորցու եւ իշահ Վանաձորի զարգացման։ Եվ նաև ձեր վստահության ու շնորհակալանքի խոսքը կարող եք փոխանցել Վանաձորցիներին։ Ես մի անգամ եւս եւ շատ մեծ պատվով, հարգանքով իմ խոնարհումը կբերեմ Վանաձորցիների առջեւ, որովհետեւ իրապես շատ լուրջ աջակցություն է ցուցաբերվել, հաշվի առնելով այս բոլոր ճնշումները եւ այն լծակները, որոնք օգտագործվել են, մարդիկ ընդդիմացել են այդ ամեն ինչին, չեն գնացել ճնշումներին, տուրք տալու ճանապարհով եւ իրապես իրենց կամարտահայտությունը, ազատ կամքի դրսեւորումը ցույց են տվել ընտրությունների միջոցով։ Ես կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր ամբողջ ժողովրդին, իրենց ցուցաբերած աջակցության համար եւ ինչպես նաեւ այն ամբողջ թիմին, որը անշահախնդիր այս 1 ամսյա 20-օրյա ժամկետում գիշեր ցերեկ աշխատել է մեր հետ միասին եւ արձանագրել այս արդյունքը։ Շնորհակալություն։